Բարի երեկո, օրլրատվական ծրագրի հիմնական թողարկման գլխավոր թեմաներն են։ Իրավիճակն առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 320 կրակոց։ Արցախում ականազերծման գործընթացին վերաբերող հարցեր նախագահականում Բակո Սահակյանն այսօր ընդունել է Hello Trust կազմակերպության պատվիրակությանը գործադիր տնօրեն Ջեյմս Կովանին գլխավորությամբ։ Ադրբեջանը տրամաբանական որևէ բանակցության չի գնում։ Երևանում քաղաքագետները շարունակում են վերլուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումները։ 26 տարի առաջ այս օրը դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Ապրել երազանքով, կռվել երազանքի ու մեծ գաղափարների իրականացման համար։ Ազատամարտիկներ Մհեր Ջուլհաջյանն ու Մերուժան Մոսյանը գրիչը փոխարինեցին զենքով եւ կռվեցին խաղաղության համար։ Նոր ուսումնականը թվակողում է ոչ առանց խնդիրների։ Աղավնոյի կրթօջախում դրանք շենքային պայմանների տեսքով են արտահայտվում։ Օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձիգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 320 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն։ Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Hello Trust կազմակերպության պատվիրակությանը գործադիր տնօրեն Ջեյմս Կովանի գլխավորությամբ։ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ հանդիպմանը քննարկվել են Արցախում ականանձերծման գործընթացին վերաբերող հարցեր։ Նախագահ Սահակյանը կարևորել Hello Trust կազմակերպության գործունեությունը մեր հանրապետությունում երախտագիտություն հայտնելով ցուսաբերվող մարդասիրական եւ արհեստավարժ օգնության համար։ We talked about the work of the Halo Trust here in Nagorno-Karabakh. Նախագահի հետ հանդիպմանը խոսել ենք Լեռնային Ղարաբաղում Hello Trust կազմակերպության գործունեության մասին։ Մեր շնորհակալությունն ենք հայտնել համագործակցության համար եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու մեր գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, մինչեւ որ ամբողջովին մաքրվի ականներից։ Այս պահին Լեռնային Ղարաբաղում կա 180 ականապատ տարածք եւ կազմակերպության գլխավոր նպատակն է դրանք ականազերծել։ Կարծում եմ, որ աշխարհի ցանկացած երկիր պիտի զերծ լինի ականներից եւ դրա սպառնալիքից։ Մենք շահագրգռված ենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել Hello Trust-ի գործունեության համար։ Ունենք անանուն դոնոր Միացյալ Նահանգներում, որը պատրաստ է աջակցել կազմակերպության աշխատանքներին։ Enough money to do this. Երևանում քաղաքագետները շարունակում են վերլուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ զարգացումները։ Ալեքսանդր Իսկանդարյանն այն համոզմանն է, որ վերջին 7-8 տարիներին բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվել։ Սերգեյ Մինասյանը նույնպես լավատես չէ։ Երկուսի համոզմունքն այն է, որ Ադրբեջանը տրամաբանական որևէ բանակցության չի գնում։ Եթե անգամ միջնորդների մասնակցության բանակցություններ տեղի են ունենում, ապա Բաքու հասնելուն պես Ալիևը սկսում է խոսել միանգամայն այլ լեզվով։ Սահմանում հարաբերական անդորը փխրուն հիմք ունի այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ապրիլյան ռազմական գործողություններից հետո բանակցային գործընթացն ակտիվացավ, սակայն նոր փակուղուց խուսափել չհաջողվեց։ Ադրբեջանը ոչնչի դիմաց զիջումներ կորզելու պատրանքներ ուներ, հույսերը չիրականացան։ Ոչ ռազմական, այլ դիվանագիտական առումով մենք կարող դուրս գանք այս փակուղից, ես հնարավորություն չեմ տեսնում։ Ես հնարավորություն չեմ տեսնում, որ հայկական կողմը գնա ինչ-որ լուրջ փոխզիջումների միակողմանի փոխզիջումների, այդպես կոչված այդ տարածքների հետ կապված, եւ ես նաեւ չեմ տեսնում հնարավորություն, որ եթե Ադրբեջանը իրապես պատրաստ լինի քննարկելու կարգավիճակի հարցը, դա նաեւ ստիպի Հայաստանին նաեւ այդ փոխզիջումային տարբերակով գնալ։ 2007 թվականից հետո Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում ոչինչ չի փոխվել։ Տարիներ շարունակ քննարկվում է մադրիդյան սկզբունքների տարբեր վարիացիաները, նկատում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ոչ ոք երբևէ չի ասել, որ Արցախի անկախության ճանաչումից հետո հայկական կողմից զիջումներ չպետք է լինեն, նշում է քաղաքագետը եւ պարզաբանում միակողմանի զիջումների մասին, սակայն խոսք լինել չի կարող։ Միշտ խոսվել է փոխզիջումների մասին։ Ուրիշ բան է, որ հիմա անիմաստ է այդ հարցը քննարկել։ Հայաստանում եւ Ադրբեջանում տարբեր իրավիճակներ են։ Հարցը տարբեր ձևով է քննարկվում։ Հայաստանում բաց խոսում են փոխզիջումների մասին։ Ադրբեջանում դա փակ թեմա է։ Փոխզիջումների մասին խոսում են միայն փակ դռների հետևում։
Քաղաքագետը քիչ հավանական է համարում նաև, որ կկատարվեն վերջին հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանը հակված չէ ռազմական հետաքննական մեխանիզմներ ներդնել սահմանին։ Սամվել Բալայան, օր։ Նրանք գրիչը փոխարինեցին զենքով եւ կռվեցին խաղաղության համար։ Ազատամարտիկներ Մահել Ջուլհաջյանն ու Մելուժան Մոսյանը կյանքի այլ պայմաններում կդառնային պատմաբան ու բնագետ, սակայն գերադասեցին զենքը։ Նրանց երկուսի շիրիմներին հարազատներն այցի են գալիս հենց այսօրը։ Բեյրութի ամերիկյան համալսարանի բնագիտության ֆակուլտետի գիտաշխատող Մահեր Ջուլհաջյանը 1992-ին թողեց ամեն ինչ ու եկավ հայրենիք։ Անցավ հայ հեղափոխական դաշնակցության Զավարյան ուսանողական միության շարքերը, ընդունվեց Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտուրա, բայց դարձավ Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից, ապրեց երազանքով, կռվեց երազանքի ու մեծ գաղափարների իրականացման համար ու 1993 թվականի օգոստոսի 23-ին զոհվեց Մարտունու շրջանի Մարզիլի գյուղի պաշտպանական դիրքերում 4 մարտական ընկերների՝ Արտակի, Լևոնի, Ռուդիկի ու Մերուժանի հետ։ Մերուժան Մոսյանը Մարտունի քաղաքից էր, սովորում էր պատմության ֆակուլտետում, բայց կյանքի բերումով դարձավ Մարտունու 26-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարը։ 1991 թվականի նոյեմբերի 6-ից սկսվեց Մարտունու ռմբակոծությունը, իսկ նոյեմբերի 17-ին թշնամու արկը պայթեց հենց Մերուժանի տանը։ Կնոջն ու երեխային տարավ ներքնահարկ, իսկ ինքը շտապեց մարտական դիրքեր, որովհետև գիտեր, որ շատ գործ ու քիչ ժամանակ ունի։ Հավատում էր, որ Արցախն ու Հայաստանը չեն կարող անջատ ապրել ու դրա համար պիտի պայքարել, պիտի պատմություն դասավանդել դպրոցում, զենք հայթայթել ու զինել տղաներին, գրել շրջանային թերթի համար, մի խոսքով հասնել ամեն ինչի։ Պայքարեց մինչև վերջին ուժը 1993 թվականի օգոստոսի այսօրը։ Հավատում էր, որ Արցախ աշխարհն ու Հայաստանը չեն կարող անջատ ապրել ու դրա համար պիտի պայքարել։ Չպիտի զգալ սով ու հոգնածություն, պիտի հասցնել ամեն ինչ։ Այդպես մինչև օգոստոսի 23-ը, մինչև վերջին ուժը պայքարեց ու միացավ ազգի մեծ անմահներին։ 26 տարի առաջ այսօրը Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Ըստ Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշման հայկական խորհրդային սոցիալիստական հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող 12-րդ գումարման Գերագույն խորհուրդը համարվեց Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ։ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը, նշված է հռչակագրում։ Հռչակագրի ընդունումից շուրջ 1 տարի անց 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որի արդյունքներով խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94.99%-ն այո ասաց անկախությանը։ Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման։ Դատարանը հաստատված է համարել Պերմյակովին առաջադրված բոլոր հոդվածներով մեղադրանքները, առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված 2 կամ ավելի անձանց սպանություն, բնակարան ապօրինի մուտք գործելով զենքի գործադրմամբ ավազակություն եւ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ։ Մասնավորապես դատարանի վճռով միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին, 5-րդ եւ 8-րդ կետերով առանձին դաժանությամբ հոդվածով Պերմյակովը դատապարտվել է ՑՄԱ ազատազրկման։ Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու Բաքում տեղի ունեցել հայոց ցեղասպանության զոհերի իշտակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումն ու օծումը ձեռամբ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Հանդիսավոր արարողությունը ուղեկցվել է պատարակով եւ եկեղեցու մկրտության ավազանի օծման արարողությամբ։
Շնորհավորելով ներկաներին Շվեդիայում հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված առաջին խաչքարի բացման կապակցությամբ Շվեդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Աբիտոնյանը նշել է, որ այն կրոնական եւ մշակութային արժեք լինելուց զատ խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի հավատարմությունը ազգային արմատներին եւ ինքնության, ինչպես նաեւ վճռականությունը հետամուտ լինելու հայ ժողովրդի անավարտ դատին, հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ համայնքի հիմնական մասը դեռևս չի կողմնորոշվել, թե ում է աջակցելու նախագահի առաջիկա ընտրություններում։ Այս մասին Ամերիկայի ձայնին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահը Անտոնի Բարսամյանի խոսքով, ամերիկահայերն անշուշտ հույս ունեն, որ հաղթանակի դեպքում թեկնածուներն կատարկացեն իրենց խոստումները, սակայն այս ընտրություններին հայ համայնքը թեկնածուների աջակցության հարցում այլ մոտեցում է ցուցաբերելու։ Մենք ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն ցեղասպանության ճանաչման խոստումներին, այլ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը, Հայաստանին հատկացվող օգնությանը։ Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ հայ մասնագետներ ընդգրկված լինեն նոր ամերիկյան վարչակազմի մեջ։ Նյու Յորքի հյուսիսային շրջանի դաշնային դատախազ Ռիչարդ Հարթունյանն նշանակվել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչի քաղաքականության հարցերով խորհրդատվական կոմիտեի ղեկավար։ Հարթունյանը 55 տարեկան է, Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ։ Խորհրդատվական այս մարմինը, որ գլխավորել է Հարթունյանը, ստեղծվել է դեռևս 1973 թվականին։ Նա իր պաշտոնում հաջորդելու է Կոլորադո ներկայացնող դատախազ Ջոն Օլշին, իսկ Հարթունյանի տեղակալը կլինի Միչիգանից Բարբարա Մաքքուեյդը։ Գլխավոր դատախազի խորհրդատվական կոմիտեն կարևոր դեր է խաղում արդարադատության դեպարտամենտի քաղաքականությունների մշակման ծրագրերի իրականացման, ինչպես նաև Միացյալ Նահանգներում հավասար արդարադատության եւ օրենքի գերակայության ապահովման հարցում։ Վստահ եմ, որ դատախազներ Ռիչարդ Հարթունյանը եւ Բարբարա Մաքքուեյդը պատրաստ են ստանձնելու նման կարևոր մարմնի ղեկավարման պատասխանատվությունը, նշել է ԱՄՆ գլխավոր դատախազ Լորետա Լինչը։ Նոր ուսումնականից առաջ Աղավնոյում բարձրացնում են դպրոցական շենքի խնդիրը, հնամաշտանիքն անակնկալներ է մատուցում անձրևոտ եղանակներին ու երբեմն ստիպված են պարապմունքները շարունակել կաթոցների տակ։ Կրթօջախի տնօրենի խոսքով դրան գումարվում է խոնավությունը։ Աղավնոյի դպրոցական շենքը հեռու չէ նորակառույց բնակարաններից, փոխարենն անհամեմատելի են թաղամասում ստեղծված պայմաններն ու դպրոցում առկա վիճակը։ Նոր ուսումնականից առաջ մանկավարժները մտահոգված են, դպրոցական շենքի տանիքը հնամաշ է, անձրևին ու ձնհալին կրկին ստիպված են հաղթահարելու նախորդ տարիների դժվարությունները, կաթոցներ, ընդհատված պարապմունքներ, տնօրենը խնդիրների մի ամբողջ շարք ունի։ Կտուրը շատ վատ վիճակում է, կաթում է, դասարանները նայեցիք, իսկապես ձյունը հալվում է, կաթում է, երեխաները չեն կարողանում նստել, նույնիսկ իրենց վրա։ Նախ անցյալ տարի 12-րդ դասարանները դասարանում, ասեմ ձեզ, որ դասի ժամանակ սեղանի վրա, ուսուցչի սեղանի վրա է կաթում, ուսուցչի գլխին, աշակերտի գլխին։ Ինչ անենք։ Անձրևին ու ձնհալին ավարտական դասարանը պարապմունքները շարունակում է ուսուցիչների սենյակում, բայց սա ասում են անգամ ժամանակավոր լուծում չէ։ Ջուլիետա Մանվելյանն այստեղ դասավանդում է արդեն 15 տարի, հիշում է ժամանակին դպրոցական շենքն ավելի գրավիչ էր, գույքի եւ անհրաժեշտ պարագաների խնդիր հիմա էլ չունեն, փոխարենը կրթօջախի շենքը տարեցտարի վատթարանում է, 2003 թվականից ի վեր շինարարական միջամտություն չի եղել դպրոցում։ Ոչ մի բան 2003 թվականից մինչև չի փոխվել։ Հակառակ ավելի վատթար վիճակում է գտնում ամեն ինչ։ Եվ հատակը, եւ առաստաղը, եւ մնացած հարմարությունները։ Այդ բոլոր թերությունները են, որը երեխաների վրա ազդում է, նրանց հիգիենիկ պայմանները, նրանց ասենք ձեռքերը առանց լարու որևէ բան ուտելը կամ չգիտեմ, նման բաներ։ Անիկ Հակոբյանն Աղավնոյի դպրոցի շրջանավարտներից է, հիմա հրազատ կրթօջախի դասվարն է։ Նոր ուսումնականում 6 առաջին դասարանցի է ունենալու երիտասարդ համայնքը։ Երիտասարդ մանկավարժն էլ որքան ուրախ նույնքան էլ մտահոգ է։ Միջնակարգի շենքում խոնավ է, հատակը լինոլեումով ծածկված բետոնն է, այն վաղուց քրքրված է, հաճախ էլ վտանգավոր քայլելու համար։ Պատուհանները, որ շատ բարակ են, ինչու՞ չէ փայտը փտած է, նաև ցուրտն է միջամտում։ Մանկավարժներն ասում են գյուղի դպրոցի խնդիրներին Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնում տեղյակ են, բայց հարցի լուծմանը շարունակում են սպասել։ Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն էլ հիշեցնում է, Աղավնոյի նոր թաղամասի կառուցման ծրագիրն իր մեջ դպրոցական նոր շենք չի ընդգրկում։ Ծրագիրը պետք է մշակվի կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ համագործակցությամբ։ Ընդհանուր մեր ծրագրի շրջանակներում պետք է իրականացնենք, որովհետեւ մենք պետական բյուջեով ունենք կրթության համար հատկացված ծախսեր, կապիտալ ծախսեր,
ըստ հերթականության կրթության նախարարության հետ համագործակցելով ըստ հերթականության իրականացվում է այդ ծրագիրը եւ կարող եմ ասել շատ հաջող իրականացվում է։ Այս խնդիրներով Աղավնոյի դպրոցը պատրաստվում է դիմավորել նոր ուսումնականը։ Սա էլ կրթօջախի միակ սանհանգույցն է, որից օգտվում են բոլորը։ Իդեպ կրթօջախը ջրամատակարարման համակարգ չունի։ Նարեկ Սահակյան, Հայկ Բաբայան, օր։ Այսքանը դուք դիտում եք Հոր ծրագրի հիմնական թողարկումը։ Բարի գիշեր։ SBS կենցաղային քիմիայի եւ պարֆումերիայի մեծածախ առևտրի խոշոր կենտրոն նախկին RTS-ի տարածքում հանրահայտ ապրանքանիշերով հարստացված տեսականի մեծածախ վաճառք հայաստանյան ներկայացուցիչների գներով անվճար առաքում ԼՂՀ տարածքում աննախադեպ առաջարկ խանութներին եւ առևտրի կետերին ուշադրություն տեղում ապրանքների ընտրության եւ գործարքի ձևակերպման դեպքում պատվիրատուին սպասում է հաճելի անակնկալ SBS ձեր օջախի լավագույն ընկեր։ Հանրապետության տարածքում կդիտվի փոփոխական անբավարարություն առանց տեղումների եղանակ, վարկյանում 2-ից 7 մետր արագությամբ հարավային քամի։ Օդի ջերմաստիճանը՝ գիշերը 17-ից 22, ցերեկը 32-ից 37, լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 27-ից 29 աստիճան տաքություն։